Ջերմաստիճանը Սևանում +17 է, գեոմագնիսական դաշտը կայուն։ Արևը, ինչպես տեսնում եք, վաղուց արդեն զենիթում չէ, բայց մեր անվախ բնապահպանները շարունակում են իրենց աշխատանքը շշերից պատրաստվող նավի վրա։ Նավի համար անհրաժեշտ նյութերի մեծ մասն արդեն բերվել է շինհրապարակ։ Այժմ ընթանում են շշերի վերջին խմբաքանակների տեղափոխման և լվացման աշխատանքներ։ Իսկ նավի շինարարությունը կսկսվի օգոստոսի 23-ին։ Մենք փորձարկեցինք առաջ փոքր թեղուտիկը, ինքը բարեհաջող իր գործը կատարեց, դրանից հետո անմիջապես անցանք մեծի նախապատրաստական փուլին, այսինքն կատարվեց գծագրեր, դրամահավաք անցկացվեց, հիմա արդեն տեղափոխվել ենք Սևան, ես մի քանի օր է արդեն շշերի և մնացած մասերի տեղափոխումն ենք կատարում, անձնակազմը արդեն այստեղ է, բոլոր նրանք, ովքեր պիտի աշխատեն նավը կառուցելու վրա։ Շինարարությունը նախատեսվում է ավարտել սեպտեմբերի սկզբին, ինչից հետո էկոնավը ծառայելու է որպես զբոսանավ և բնապահպանական խնդիրներին մարդկանց իրազեկելու միջոց։ Բոլոր նրանք, ովքեր կցանկանան նստել և շրջել Սևանում դրանով, ինքը կլինի անվճար, այսինքն նոր կուլտուրա է ստեղծվում մեր մոտ, որ կարելի է անվճար հիմունքներով հանրային գործ կատարել։ Այս նավի նպատակը հետևյալն է, որ մարդիկ նստելով և վայելելով, այսպես ասած, նավը և լիճը, նաև կտեղեկանան բնապահպանական խնդիրներից, այսինքն նավի վրա կմատուցվեն բոլոր այդ ինֆորմացիաները, որ հիմա մենք ունենք։ Հետագայում նավը թե ինչ ճակատագիր կունենա, դա արդեն կորոշի հանրությունը։